Բարի երեկո, հարգարժան հեռուստադիտողներ, Փակագիծն է եթերում։ Այսօր բոլոր մակարդակներով խոսակցության թեժկետը հայ-թուրքական հարաբերություններն են։ Ինչպես արդեն նկատել եք, Փակագծի տաղավարում էլ կազմակերպվում են զրույցներ, հարցազրույցներ, բանավեճեր հենց այս թեմայով։ Հայ-թուրքական հարաբերություններ, անկախ ամեն ինչից, հայի հավաքական մտածողությամբ մենք ուզում ենք հավատալ, որ մեր երկրի ղեկավարները անում են ամեն ինչ եւ ամեն ինչ ծառայեցնում են մեր ազգային շահերին եւ պատրաստ են հակադարձելու հակահայկական ամեն ոտնձգություն։ Ահա հենց այս մտայնությունն էլ հիմք ունենալով հերթական անգամ մենք զրույցի ենք հրավիրել Մարտու մասնակետի, ում հետ կփորձենք զրուցել ու ներկայացնել առկա իրավիճակը, ինչու այս հարցը այսպիսի մեծ հնչեղություն ստացա։ Սիրով ներկայացնում եմ իմ հյուրին, Արարատ ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյան։ Բարի երեկո, պարոն Այվազյան, եւ շնորհակալություն մեր հրավերը չմերժելու համար։ Պարոն Այվազյան, նախ ուզում եմ սկսել այնտեղից, որ ձեր կենտրոնը իդեմս հանդես է եկել հայցվորի դերում եւ դատական հայց եք ներկայացրել Կովկասյան ինստիտուտի դեմ։ Ինչու՞, խնդրում եմ պարզաբանեք, հետո անցնենք առաջ։ Գիտեք, ես կուզեմ մինչև հենց այդ հայցի, դատական հայցին անցնելը մի երկու խոսք ասեմ ձեր ներածական խոսքի վերաբերյալ։ Համեցեք։ Դուք ասացիք, որ ուզում ենք հավատալ, որ մեր իշխանությունները անում են ամեն ինչ պաշտպանելու համար Հայաստանի շահերը արտաքին աշխարհում, հավանաբար դա նկատի ունեիք։ Ես էլ ասեմ, որ ես այլևս չեմ հավատում, որ Հայաստանի իշխանությունները պաշտպանում են Հայաստանի Հանրապետության շահերը արտաքին աշխարհում, հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունները։ Բայց դրա համար պիտի ունենանք լուրջ փաստեր։ Ունեմ շատ լուրջ փաստեր, այդ լուրջ փաստերը ներկայացրել եմ բազմաթիվ վերլուծություններով եւ ցույց եմ տվել, որ Թուրքիան իրականացնելով մեր դեմ բազմաթիվ թշնամական գործողություններ տարիներ շարունակ չի ստանում Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից որևէ հակադարձում բազմաթիվ բնագավառներում, ոչ թե մեկ, ոչ թե երկու, այլ բազմաթիվ։ Իսկ հիմա վերադառնալով ձեր դատական հիշեցրեցիք դատական հայցը, որ մենք ներկայացրել ենք Երևանի կենտրոն եւ Նոր Մարաշ Ատյանին, ուրեմն դատական առաջին Ատյանի դատարանին, ասեմ, որ դա հենց այդ ճակատներից մեկն է, որտեղ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները եւ արտաքին գերատեսչությունը եւ արդեն կարելի ասել ներքին որոշ գերատեսչություններ, որոնք պարտավոր են պաշտպանելու հայ ժողովրդի շահերը, այդ խնդիրը չեն իրականացնում։ Խոսքս ցեղասպանության ժխտման դեմ պայքարի մասին է։ Ինչպես գիտեք, Թուրքիան հետևողականորեն մեծ ջանքեր է կիրառում ամբողջ աշխարհում եւ արդեն սկսել է այդ ամեն ինչը անել Հայաստանում շղթելու համար հայոց ցեղասպանության փաստը։ Ամենք այսպես խոսում ենք, ասում ենք ցեղասպանության փաստի շղթում, բայց թե դա ինչ է, մեր ժողովուրդը հավանաբար լավ չի պատկերացնում, թե դա ինչ հետևանքներ է իր հետ բերում ցեղասպանության շղթումը։ Բայց նախ պիտի ապացուցել, որ ցեղասպանության շղթման գործընթաց է գնում։ Այո, հիմա նախ գիտեք, որ աշխարհում Թուրքիան միլիոններ է ծախսել եւ ծախսում շարունակաբար պետական բյուջեից շղթելու համար հայոց ցեղասպանություն։ Այդ մասին գիտենք։ Ճիշտ է, ես հիմա այն մասը չժշտենք, որ հայկական լոբինգն էլ ված չաշխատեց, այսպես կոնե ինչքան ինձ հայտնի 26 երկիր ընդունել է ցեղասպանության փաստը։ Երկու տասնյակից ավել պետություն տարբեր ատյաններով ընդունել են։ Դա բավարար չի կարելի համարել եւ հետո այդ ընդունելու ձևն էլ, գիտեք, ընդունել է, չի ընդունել, ինչ է դա նշանակում եւ այլն։ Սալատ չենք նստել։ Հայկական լոբին ասեցիք, իսկ Հայաստանի պետությունը այստեղ լուրջ հարցեր են առաջանում։ Ուրեմն արտաքին աշխարհում, որ Թուրքիան աշխատում է շղթել ցեղասպանությունը, մենք դա գիտենք։ Հիմա ես կանցնեմ ցույց կտամ, որ արդեն Հայաստանում է սկսել ցեղասպանությունը շղթվել։ Փաստեր ունենք։
բայց մինչ այդ ուզում եմ ասել ինչ բան է ցեղասպանության շղթումը, որպեսզի դա այսպես տեսական հարց չմնա մեր ժողովրդի համար, ինչ է ցեղասպանությունը շղթում են, լավ շղթում են, թող շղթեն, հետո մենք էլ ասում ենք չենք շղթում, մենք էլ ճանաչում ենք։ Ոչ, ցեղասպանության շղթումը դա քաղաքականություն է։ Ամբողջ աշխարհում գիտական, իրավաբանական միտքը, ցեղասպանագիտական միտքը, քաղաքական միտքը եկել է այն եզրակացության, որ ցեղասպանության շղթումը դա ցեղասպանության եզրափակիչ փուլն է։ Այսինքն շարունակվում է նույն ցեղասպանության քաղաքականությունը։ Եթե մեր պարագան վերցնենք, հիշողության սպանություն, վերապրողներին եւ նրանց ժառանգներին հասցված վիրավորանք, արժանապատվության ու պատվին նրանց հասցված ուրեմն հարված, մեր պարագան եթե ավելի փորձենք հասկանալ ինչ է նշանակում ցեղասպանության շղթումը հայկական դեպքում, ցեղասպանությունը շղթելով թուրքերը փորձում են մեզ, արդեն մեզ, մեր կենսափորձից զրկել այն կենսափորձից, որ մենք ստացել ենք ամենադառը ճանապարհով, կորցնելով հայրենիք, ժողովուրդ, մշակույթ, ամեն ինչ թողնելով մեր հայրենիքի արևմտյան մասում։ Երբ մոռանում ես, երբ ճիշտ չես գնահատում այդ կորուստը եւ այսօր այդ շղթման փաստը, դու սկսում ես սխալ որոշումներ ընդունել քաղաքական դաշտում, ռազմավարական սխալ որոշումներ, այնինչ մենք տեսնում ենք այսօրվա այս օգոստոսյան արձանագրություններով եւ ես էլ այստեղ ցեզ մոտ հյուրեի ապրիլի 24-ին այս տարի մեկ օր անց ճանապարհային քարտեզի մասին հրապարակումից հետո եւ այն ժամանակ հենց այստեղ էլ ասացի, որ սա կապիտուլյանտական առաջին ակտն է, որին կհետևեն հաջորդները եւ այս արձանագրությունները այդ հաջորդ կապիտուլյանտական ակտերն են, որոնք գալիս են վերջնականացնելու գոնե արժե համակարգային համակարգում արդեն մեր վերնախավի քաղաքական վերնախավի մասին է խոսքը գաղութացման այն ընթացքը, որի մեջ մենք հայտնվել ենք։ Ես հենց այնպես բառեր չեմ ուզում ասել, հիմա անցնեմ բուն ուրեմն թեմային մեր դատական հայցի վերաբերյալ։ Տեսեք, մի փաստ բերեմ, անցյալ տարվա փետրվարին Հայաստանից 20 ուսանող մեկնել էր Թուրքիայի Նևշեհիր քաղաքը, որտեղ հանդիպել էին 80 թուրք ուսանողների հետ։ 3 օր հանդիպումից հետո ստորագրվել էր մի համատեղ հայտարարություն, որտեղ խոսվում էր ոչ թե հայոց ցեղասպանության մասին, հասկանալի է արդեն, այլ 1915 թվականի դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել երկու կողմերի սխալ քաղաքականության պատճառով, այսինքն հայ ուսանողները ստորագրել էին մի հայտարարության տակ, որը թուրքական տեսակետն է, քաղաքական տեսակետն է ներկայացնում, իսկ այդ տեսակետը հենց ցեղասպանության շղթումն է։ Ինչպես ներկայացրեց նաև Միացյալ Նահանգները, առանց նշելու ցեղասպանություն։ Միացյալ Նահանգները ուրիշ խնդիր է, մենք խոսում ենք Հայաստանի քաղաքացի ուսանողների մասին։ Ընտրեմ, որևէ մեկ արձագանք է Հայաստանում այս երևույթին։ Ոչ։ Հիմա ուրիշ օրինակներ էլ կան թղթակիցներ արդեն, որոնք գրում են 1915 թվականի դեպքերը, իրադարձությունները, հեռուստատեսությամբ ելույթ են ունենում, թուրք ինչ որ մեկի հետ զրույցի ժամանակ վախենում են արդեն օգտագործել 1915 թվականի ցեղասպանություն, ասենք կամ առհասարակ հայոց ցեղասպանություն, ելի օգտագործում են դեպքեր, իրադարձություններ բառը։ Սա դեռ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն բնականոնացել, ինչպես պետք է բնականոնանան այս արձանագրություններով, ճակերտավոր բարելավվեն։ Սա դեռ այդ ժամանակ։ Եվս մի օրինակ բացահայտ ցեղասպանության շղթման, ահա այս գիրքն է, որը լույս է տեսել սկզբից անգլերեն, հետո նաև թարգմանվել ու լույս է տեսել ռուսերեն, Հայաստանում գրանցված Կովկասի ինստիտուտ հիմնադրամի հրատարակած 2008 թվականին գիրքն է, որտեղ թուրք մի հեղինակ Այբարս Գյորգյուլու, որը մասնագիտանում է հենց Հայաստանի նաև հետ հարցերով, ցեղասպանությունը բացահայտորեն շղթում է մեկ նախադասության մեջ, ասելով որ դա